Չարլզ Սփերջենը գրում է. այս աշխարհում աստվածավախ մարդկանց խոստացված են փորձություններ։ Աստծո ծառաներին ավելի շատ բան է տրվում, որոնց պետք է դիմանան նրանք, քան մյուսներին։ Իսկ ինչու է այսպես։ Որպեսզի նրանք սովորեն կարեկցանք ցուցաբերել Տիրոջ տառապող ժողովրդի նկատմամբ, որպեսզի նրանք լինեն եւ տառապող, եւ հոտի իսկական հովիվներ։ Հեջբերման ավարտ։ Աստծո լավագույն ծառաներից մի քանիսը մեծ հուսահատության ժամանակներ են ապրել ապստամբ եւ տրտնջացող ժողովրդի ճնշման տակ։ Օրինակ Մովսեսը թվոց գրքում ենք մենք կարդում 11-րդ գլուխ 15-րդ համարը մինչև Մովսեսն ասաց Տիրոջը. «Ինչու չարչարեցիր քո ծառային, ինչու շնորհ չգտա քո առջև եւ այս ամբողջ ժողովրդի բեռն ինձ վրա դրեցիր։ Միթե ես եմ հղացել այս ժողովրդին կամ ես եմ ծնել սրանց, որ ինձ ասում ես քո գիրկն առ նրանց, ինչպես դայակն է առնում կաթնակեր երեխային, եւ տար մինչեւ այն երկիրը, որ երթումով խոստացար նրանց հայրերին։ Ես որտեղից միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, որովհետեւ լաց են լինում իմ դիմաց եւ ասում մեզ միս տուր որ ուտենք։ Ես միայնակ չեմ կարող կրել այս ամբողջ ժողովրդին, դա շատ ծանր է ինձ համար։ Եթե այսպես պիտի վարվես ինձ հետ, խնդրում եմ մերցրու ինձ, եթե շնորհ գտա քո առաջ, որպեսզի չտեսնեմ իմ դժբախտությունը»։ Հեսուի կյանքից էլ օրինակ կա Իսրայելի պարտությունից հետո Հեսուն տեսեք ինչ է ասում, Հեսու 7-րդ գլուխ 7-րդ համար. «Օ Տեր, ինչու այս ժողովրդին անցկացրիր Հորդանանի այս կողմը, որ մեզ մատնես ամորհացիների ձեռքը եւ կործանես մեզ։ Երանի թե Հորդանանի այն կողմում մնայինք ու գոհ լինեինք»։ Եղիան նույնպես Կարմել լեռան վրա Բահաղի մարգարեների նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո փախավ անապատ վախենալով Հեզաբելից։ Կյանքից հիասթափված նա ասաց. «Բավական է Տեր, վերցրու իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։ Անխուսափելի մահվան հեռանկարի առջև կանգնած նաև Եզեկիա թագավորը լաց եղավ։ Երբ Հոբի աշխարհը փլուզվեց եւ թվում էր, թե Աստված լքել է իրեն, նա անիծեց իր ծննդյան օրը եւ դառնորեն բողոքեց Աստծուն իր հանդեպ վերաբերմունքի համար։ Երեմիան հայտնի էր որպես լացող մարգարե եւ նույնիսկ մեր Տիրոջ մասին է խոսվում որպես վշտերի մարդ եւ ցավի ծանոթ։ Պողոս առաքյալը նույնպես չխուսափեց հիասթափության տանջանքներից։ Նա ընթացքում չէր բարձրաձայնում, բայց հետո գրեց դրա մասին եւ այս հատվածում էլ Աստված ինքն է քաջալերում նրան, որպեսզի կարողանա շարունակել իր ծառայությունը Կորինթոսում։ Մենք այսօր առաջին մասը պետք է ուսումնասիրենք հատվածի, որտեղ մենք կտեսնենք նվիրված երկու օգնականների, ովքեր քաջալերություն են լինում Պողոս առաքյալի համար։ Գործք առաքելոց գրքի 18-րդ գլխի սկիզբը պատմում է նրա դժվարին ծառայության դժվարին ժամանակների մասին։ Այս երկրորդ միսիոներական ճանապարհորդությունը դժվար էր։ Փոքր Ասիայով անցնելուց հետո եւ եկեղեցիները զորացնելուց հետո նա անցավ Էգեյան ծովը ուղղվելով դեպի Հունաստանի մայրաքաղաքը։ Ֆիլիպպեում հիշում եք Դեվիդ's բռնված աղջկա ազատագրումից հետո անկարգություններ առաջացան եւ նրանց բանտ նետեցին։ Այնուհետև երկրաշարժից հետո ազատ արձակվելով նա ստիպված եղավ լքել քաղաքը։ Այնտեղից նա գնաց Թեսաղոնիկե, արդեն 17-րդ գլուխ, որտեղ նրա ծառայությունը մեծ հաջողություն ունեցավ։ Հիշում եք աթենացիներին, որ քարոզում էր փիլիսոփաներին։ Հալածանքները նրանց ստիպեցին փախչել Բերիա, 17-րդ գլուխ 10-րդ համարում, որտեղ շատերը նույնպես արձագանքեցին նրա քարոզչությանն ու ուսմունքին։ Երբ նրան այնտեղ հետապնդեցին Թեսաղոնիկեցի հալածողները, Պողոսը կրկին ստիպված եղավ փախչել վտանգից։ Նա մենակ ժամանեց Աթենքի մեծ քաղաք, որտեղ քրիստոնեության պաշտպանության նրա փայլուն ելույթը մեծապես ճանաչվեց, բայց ինչպես գրում է Ղուկասը, ոմանք նրան միացան, ոմանք նրան հավատացին։ Մի քանի տեղեկություն ներածական, որ Կորինթոսի մասին դուք իմանաք, որ հատվածը ավելի լավ հասկանանք եւ անցնենք մեր հատվածին։ Կորինթոսից
450 մետր բարձրության վրա բարձրանում էր Ակրոպոլիսը, որի գագաթին գտնվում էր Սիրո աստվածուհի Աֆրոդիտեի տաճարը։ Ամեն երեկո տաճարի 1000 քրմուհիներ, որոնք ծիսական մարմնավաճառներ էին, իջնում էին քաղաք իրենց արհեստով զբաղվելու։ Աթենքի համեմատաբար Աթենքին հանգիստ, մտավոր եւ մշակութային կենտրոնից կտրուկ տարբերվում էր Կորինթոսը։ Եռացող քաղաք էր եւ ինչպես ասում են, այնտեղ միայն ավազակը կարող էր գոյատևել։ Կորինթոս ժամանելով Պողոսը մեծ հիասթափություն ապրեց։ Աթենքում քիչ հաջողությունը, միայնությունը եւ առևտրով ու արատներով լի քաղաքում մնալու հեռանկարը պատճառ էին այն թուլության եւ վախի, որը պատեց առաքյալին, երբ նա ժամանեց իր աշխատանքը այստեղ իր ծառայությունը կատարելու համար։ Պողոսը Կորինթացիս նամակում նկարագրում է իր վիճակը, երբ նա առաջին անգամ ժամանեց Կորինթոս։ Նա գրում է առաջին թղթի 2-րդ գլուխ 3-րդ համարում, ասում է. «Ես տկարությամբ, վախով ու մեծ դողով եղա ձեզ մոտ»։ Նա նաև խոսեց այս փորձության մասին Թեսաղոնիկեցիներին ուղված իր առաջին նամակում, որը գրվել էր հենց Կորինթոսից։ Առաջին Թեսաղոնիկեցիս 3:7-ում նա գրում է. «Դրա համար եղբայրներ, հանուն ձեր հավատի ձեզնով մխիթարվեցինք մեր բոլոր վշտերում եւ նեղություններում»։ Առաքյալը կարող էր ֆիզիկական թուլություն զգալ, թերևս Փիլիպպեում իր նկատմամբ ունեցած վատ վերաբերմունքի պատճառով։ Մակարտուրը սրա մասին գրում է. «Ֆիզիկական թուլությունը Պողոսի կարող էր տանել նրան հիասթափության նույնպես»։ Այսպիսով Պողոսը Կորինթոսում է։ Եթե նկատեք, Պողոսը բոլոր տեղեր ավելի կարճ ժամանակով էր այցելում, Կորինթոսում մնում է 1.5 տարի եւ մի փոքր ավել։ Եվ ընդհանրապես իր ողջ միսիոներական ճամփորդությունների ընթացքում 3 երկար ժամանակաշրջան է եղել, մեկը Կորինթոսում 1.5 տարի, մյուսը Եփեսոսում, որ սրանից հետո է այցելում, 2-ից 3 տարի է մնում, եւ Հռոմում մոտ 2 տարի։ Հատվածի բաժանմանը նայենք։ Մենք առաջին 4 համարներում տեսնում ենք Պողոսի համագործակցությունը Ակյուղասի եւ Պրիսկիղայի հետ։ Եկեք նայենք եւ նաեւ կարդանք 18:1-4-ը։ Տեսնում ենք նրանց համագործակցությունը։ Սրանից հետո Պողոսն Աթենքից հեռանալով եկավ Կորինթոս եւ մի հրյա գտավ Ակյուղաս անունով Պոնտոսում ծնված, որն իր կնոջ Պրիսկիղայի հետ վերջերս եկել էր Իտալիայից։ Քանի որ Կլոդիոսը հրամայել էր, որ բոլոր հրյաները պետք է Հռոմից հեռանան, եւ նրանց մոտ գնաց։ Եվ որովհետեւ նրանց արհեստակիցն էր, մնաց նրանց մոտ եւ աշխատում էր նրանց արհեստով, նրանք արհեստով վրանագործներ էին։ Եվ ամեն շաբաթ օր ժողովարանում խոսում եւ հրյաներին ու հույներին համոզում էր։ Այնուհետև 5-ից 8-րդ համարներում տեսնում ենք Պողոսի քարոզչությունը եւ արդյունքը դրա Կորինթոսում։ Նայեք 5-ից 8-րդ համարներին։ Եվ երբ Շիղան եւ Տիմոթեոսը եկան Մակեդոնիայից, Պողոսը հոգով մղված վկայում էր հրյաներին, թե Հիսուսն է Քրիստոսը։ Եվ երբ նրանք հակառակվում էին եւ հայհոյում, նա թափ տվեց հագուստները եւ նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը, ես անպարտ եմ, այսուհետև հեթանոսներին պիտի գնամ»։ Եվ այնտեղից գնաց մտավ մեկի տունը, որի անունը Հյուստոս էր, մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ Իսկ Կրիսպոսը, ժողովարանի գլխավոր ղեկավարը, Տիրոջը հավատաց իր ամբողջ ընտանիքով, եւ կորինթացիներից շատերն էլ լսելով հավատացին եւ մկրտվեցին։ Այնուհետև 9-ից 11-րդ համարում տեսնում ենք Տիրոջ քաջալերանքը Պողոսին ծառայությունը շարունակելու համար։ Եվ գիշերը Տերը Պողոսին տեսիլքով ասաց. «Մի վախենա, այլ խոսիր եւ լուռ մի մնա, որովհետեւ ես քեզ հետ եմ եւ ոչ ոք չի կարողանա քեզ դեմ կանգնել, քեզ վնասել, քանի որ ես այս քաղաքում շատ ժողովուրդ ունեմ»։ Եվ այնուհետև Պողոսը մնաց 1 տարի ու 6 ամիս եւ նրանց սովորեցնում էր Աստծո խոսքը։ Եվ վերջին հատվածում տեսնում ենք Տիրոջ պաշտպանությունը Պողոսի Կորինթոսի դատարանում 12-ից 17-ում։ Եվ երբ Գաղիոնը բդեշխի փոխանորդն էր Աքայայում, հրյաները միաբանվելով Պողոսի դեմ ելան եւ նրան ատյան տարան, ասելով թե նա համոզում է մարդկանց օրենքին հակառակ ձևով Աստծուն պաշտել։ Եվ երբ Պողոսն իր բերանն ուզում էր բանալ, Գաղիոնը հրյաներին ասաց.
ով հրեաներ, եթե մի անիրավություն կամ նենգություն լիներ, արժանի կլիներ, որ ձեզ լսեի, բայց եթե խնդիրը խոսքի եւ անունների եւ ձեր օրենքի մասին է, դուք ինքներդ տեսեք, որովհետեւ այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել։ Եվ ատյանից դուրս հանեց նրանց, եւ բոլոր հույները Սոսթենես ժողովապետին բռնեցին եւ ատյանի առաջ ծեծում էին, իսկ Գաղիոնը նրանց մասին ամենևին չմտահոգվեց։ Հատվածի գլխավոր միտքը հետևյալն է, որը 9-10 համարներում տեսանք. Տերը քաջալերում է շարունակել ծառայությունը, որպեսզի իր ժողովուրդը ունենա հնարավորություն ավետարանը լսելով հասնել փրկության։ Տերը քաջալերում է շարունակել իր ծառաներին, շարունակել իրենց ծառայությունը, որպեսզի իր ժողովուրդը, որը դեռևս փրկված չի, որը դեռևս սպասում է այդ ավետարանին, ունենան հնարավորություն ավետարանը լսելով փրկության հասնելու։ Ծառայության շարունակությունը միջոց է Աստծո ծրագրի իրականացման համար։ Տերն ամենագետ է, նա գիտի ում է կանչում ծառայության, ինչ կարողություններ ունի այդ ծառան, հոգևոր ինչ վիճակում է, կյանքի ինչպիսի վիճակների մեջ է։ Նրա հոգևոր դիմացկունության աստիճանը գիտի երբ է նրան պետք քաջալերեն, ինչպես եւ ինչ պայմաններում։ Եվ Տերը անում է այդ ամենը, որպեսզի իր ծառաները շարունակեն ծառայել, ավետարանը փոխանցել, որ հնարավորություն ստեղծվի իր ժողովրդին լսելու ավետարանը եւ փրկվելու։ Եվ այս հատվածում տեսնում ենք 4 կերպ, որոնցով Տերը քաջալերում է իր ծառաներին, որպեսզի նրանք շարունակեն ծառայությունը։ Այսպիսով որոնք են այդ կերպերը։ Ինչպես է Տերը քաջալերում շարունակելու ծառայությունը։ Առաջին կերպը, որ տեսնում ենք 1-ից 4 համարներում է, որը այսօր պետք է այս 4 համարն ուսումնասիրենք եւ Տերը կամենա կշարունակենք մյուս անգամ։ Առաջին կերպը, որ տեսնում ենք 1-ից 4 համարներում, հետեւյալն է. Տերը տալիս է անհրաժեշտ միջոցներ։ Տերը տալիս է անհրաժեշտ միջոցներ ծառայությունը շարունակելու համար եւ առաջին այս 4 համարներում տեսնում ենք ծառայությունը շարունակելու համար անհրաժեշտ 4 միջոց։ Տեսնում ենք, որ Տերը բերում է օգնականներ, ապահովում է բնակության վայրով Պողոսին, տալիս է աշխատանք եւ ընձեռում է քարոզելու հնարավորություն։ Այս քայլերով Տերը իր ծառաներին քաջալերում է, ապահովելով անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ծառայությունը։ Այսպիսով ծառայությունը շարունակելու առաջին միջոցը ծառայության նոր վայրում, Կորինթոսում, օգնականներ բերելն է, որն էլ անում է Տերը։ Նա բերում է օգնականներ, նայեք առաջին 2 համարներին։ Դրանից հետո Պողոսն Աթենքից մեկնեց եւ եկավ Կորինթոս։ Նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի, ծագումով Պոնտացի, նա իր կնոջ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից, համաձայն Կլավդիոսի հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային։ Պողոսը նրանց մոտ գնաց։ Ահա Պողոսը Կորինթոսում է, Աթենքից հետո մի քանի միտք Կորինթոսի մասին ասենք ու օգնականներին անցնենք։ Նայեք այս սլայդին։ Տեսեք, թե ինչու էր կարևոր Կորինթոսը, թե ինչու պետք է մնար Պողոսը եւ չշտապեր գնալ, 1.5 տարի պետք է մնար այնտեղ, որպեսզի հիմնվեր այնտեղ եկեղեցի։ Կորինթոսը շատ առանձնահատուկ քաղաք էր եւ հենց դրա պատճառով Պողոս առաքյալի ծառայությունը այնտեղ կարևոր էր մի քանի պատճառներով։ Առաջին, այն առևտրային եւ ռազմավարական կենտրոն էր։ Կորինթոսը գտնվում էր 2 ծովերի միջև եւ մեծ առևտրային հանգույց էր։ Տարբեր ազգերի մարդիկ գալիս էին այնտեղ ու եթե ավետարանը տարածվեր այդ քաղաքում, դա հնարավորություն կտար բոլոր ազգերին կամ շատ ազգերի ավետարանը հասցնելու։ Երկրորդ բազմազգ եւ բազմամշակութային միջավայր էր Կորինթոսը։ Քաղաքում կային հույներ, հռոմեացիներ, հրեաներ եւ այլ ազգեր։ Սա նշանակում էր, որ Պողոսի պատգամը հասնում էր տարբեր մշակույթների մարդկանց, ինչը կարևոր էր քրիստոնեության տարածման համար։ Երրորդ բարոյական լուրջ խնդիրներ ունեցող քաղաք էր սա։ Հայտնի էր իր անբարոյականությամբ, օրինակ այնտեղ ասացին կար Աֆրոդիտեի տաճարը, որը կապված էր անառակության հետ, ամեն օր տաճարի 1000 քրմուհի մարմնավաճառ դուրս էին գալիս քաղաք եւ պղծում մարդկանց, այդ պատճառով ավետարանը հատկապես անհրաժեշտ էր մարդկանց կյանքի փոփոխության եւ բարոյական փոփոխության համար։
Այսպիսով անհրաժեշտ էր Կորինթոսում երկարաժամկետ ծառայություն։ Այն որ Պողոսը այնտեղ մնաց մոտ 1.5 տարի ցույց է տալիս, որ սա ոչ թե կարճ այց էր, այլ դժվար եւ մարտահրավերներով լեցուն ընթացք։ Պետք էր համբերել եւ ծառայել, քանի որ Աստված այս քաղաքում շատ ժողովուրդ ուներ։ Այսպիսով անհրաժեշտ էր մնալ, չհանձնվել, շարունակել ծառայությունը, ինչպես Պողոսը պետք է միայնակ երկարաժամկետ ծառայեր, չէ՞ որ նրան մարդիկ են պետք թիմ, խումբ եւ ահա Տերը բերում է։ Ինչ միջոց է տալիս Տերը ծառայությունը շարունակելու համար, տալիս է օգնականներ։ Ինչպես շարունակել ծառայությունը միայնակ, դա չի լինի։ Պետք են մարդիկ եւ Տերը հոգում է։ Նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի, ով կնոջ հետ այնտեղ էր։ Այս զույգը մտերիմ ընկերներ դարձան Պողոսին։ Նաեւ եղբայր եւ քույր ապագայում։ Նրանց մասին կարդում ենք, որ նույնիսկ իրենց կյանքը վտանգել են Պողոսի համար։ Հռոմեացիս 16:3-4-ում Պողոսը գրում է. «Ողջունեք Պրիսկիղային, Ակյուղասին, Քրիստոս Հիսուսով իմ գործընկերներին, որոնք կյանքս փրկելու համար իրենց պարանոցը սրի տակ դրեցին, վտանգի ենթարկվելով եւ որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները»։ Այս մարդիկ հիշատակվում են եւս 5 անգամ Սուրբ գրքում, որտեղ առաջինը նշվում է Պրիսկիղան։ Կարելի է ենթադրել, գրում է մեկնաբաններից մեկը, որ նա եկեղեցում կամ հասարակության մեջ ավելի բարձր դիրք էր զբաղեցնում, քան Ակյուղասը։ Գրված է, որ նրանք Հռոմից էին, նայում եք համարին, Հռոմից էին եկել։ Երբ Պողոսը հանդիպեց նրանց, հնարավոր է նրանք արդեն քրիստոնյաներ էին Հռոմում, որտեղ արդեն կար եկեղեցի ըստ Հռոմեացիս առաջին գլխի։ Նաև կարևոր փաստ նրանց արդեն դարձի եկած լինելու օգտին, որ Կորինթոսում դարձի եկածների մասին գրելիս չկան նրանց անունները եւ չկա նաեւ ողջ նոր կտականում, որ նրանք այս պահին են դարձի եկել։ Եթե նման բանալի մարդիկ դարձի եկած լինեին այս պահին, հնարավոր չէր, որ նրանց մասին չգրվեր։ Հռոմի եկեղեցին հիմնվել է ամենայն հավանականությամբ Պենտեկոստեից վերադարձած հրեաների միջոցով։ Այն զարգացել էր հրեական համայնքի ներսում եւ այնուհետեւ բաժանվել էր։ Իսկ ինչու են նրանք եկել Կորինթոս։ Տեսեք համարում կա պատճառը։ Համաձայն Կլավդիոսի հրամանի։ Կլավդիոսի հրամանը կապ ունի Քրիստոսի անվան շուրջ վեճերի հետ եւ հենց այդ լարվածությունն էլ կապ ունի նրանց վտարման հետ։ Հետաքրքիր է եւ կարեւոր փաստ, որ պատմագիրների վկայությունները համընկնում են այս 18-րդ գլուխ 2-րդ համարի ժամանակագրությանը եւ հանգամանքներին։ Պատմիչներից Սվետոնիոսը բազմաթիվ գործեր է գրել կայսրերի մասին, 12 Հռոմի 12 կայսրերի մասին նա գիրք է գրել, աշխատություն ունի, կոչվում է 12 կեսարների կյանքը, այնտեղ կա Հուլիոս Կեսարը, Օգոստինոսը, Տիբերիոսը, Կալիգուլան, Կլավդիոսը եւ այլն, Վեսպասիանոսը, Տիտոսը եւ շատերը, նրանց կենսագրությունն է նա գրել եւ այնտեղ նա կարևոր վկայություն է գրում այս իրադարձության մասին, Կլավդիոսի հրամանի մասին։ Սվետոնիոսի գրած մի հատված համարվում է այս հրամանի հնարավոր պատմական զուգահեռը, ինչ է նա գրում։ Կարող եք նայել։ Մեջբերում եմ 12 կեսարների կյանքը նրա աշխատությունից։ Գրում է այսպես. 12 կեսարների կյանքը։ Հռոմի կայսրը Կլավդիոսը վտարել է Հռոմից հրեաներին, որովհետև նրանք Խրեստուսի լատիներեն պատճառով մշտական խռովություններ էին անում։ Ղուկասը գրում է, որ Ակյուղասը եւ Պրիսկիղան Հռոմից էին եկել, որտեղ Կլավդիոսը հրամայել էր բոլոր հրեաներին հեռանալ։ Ինչու է Սվետոնիոսի գրածը հանդիսանում հիմք։ Աստվածաբանները եւ նույնիսկ աշխարհիկ պատմիչները Խրեստուսը կապում են Քրիստոսի հետ, Քրիստոսի այսինքն։ Քանի որ ընդամենը 1 տառի տարբերություն ունեն այս բառերը լատիներենում։ Տեսնում եք, ես կարմիրով ընդգծել եմ, որ դուք տեսնեք։ Քրիստոսը Քրիստուս լատիներենով եւ լատիներենով Խրեստուս, որը գրել է Սվետոնիոսը։ Եվ պատմական էլի վկայություններ կան, միայն սա չէ, միջից մարդիկ, ովքեր որ կասկածներ ունեն քրիստոնեության վերաբերյալ, նույնիսկ պատմությունն է գոռում գոչում այս փաստերի մասին։ Տակիտոսը նույնպես մեկ օրինակ էլ ձեզ ցույց տամ 56-ից 120-ական թվականներին նա գրում է, նորից հռոմեական պատմիչներից է, որ Ներոն կայսրի օրոք քրիստոնյաները հալածվում էին եւ նշում է, որ Քրիստոսը արդեն այսպես մահապատժի էր ենթարկվել Պոնտացի Պիղատոսի կողմից։
Սա պատմական ամենահավաստի փաստն է, քանի որ նա հռոմեական բարձրակարգ պատմիչ է շատ քննադատական մոտեցմամբ, եւ նա չէր պաշտպանում ընդհանրապես քրիստոնյաներին։ Նրա վկայությունը ուշադրություն անկախ է քրիստոնեական աղբյուրներից, եւ նա շատ կոնկրետ տեղեկություն է տալիս այստեղ Քրիստոսը մահապատժի է ենթարկվել Պոնտացի Պիղատոսի կողմից Տիբերիոս կայսրի օրոք։ Տեսնում եք, նա տալիս է տեղեկություններ, անուններ, պաշտոններ եւ ժամանակագրության մասին, որ հստակեցնի ամբողջ պատմությունը։ Կան Պլինոս կրտսերը, Դիոն Կասիոսը եւ շատերը, ես բոլորը ձեզ համար չեմ առանձնացրել, այս երկուսը կարծում եմ բավարար է։ Սրանք համարվում են Գործք առաքելոց 18:2-ի պատմական հնարավոր զուգահեռները։ Ինչու էին նրանք եկել Հռոմից։ Այնտեղ փաստորեն քրիստոնեությունը զարգացել է, նրանք դարձի եկած հավատացյալներ են եղել եւ հռոմեական կայսրության մեջ հрьяաների միջև սկսել է Քրիստոսին ընդունողների եւ չընդունողների միջև հակադրություններ։ Եվ ժամանակ հետո դա հասել է կառավարությանը եւ կառավարությունը որոշել է վերջ տալ այս ամենին եւ հрьяաներին վտարել է Հռոմի սահմաններից դուրս։ Այս օգնականները փաստորեն այս ճանապարհով էին հասել Կորինթոս եւ շուտով կդառնան Պողոսի հետ ավետարանող ջերմեռանդ մարդիկ։ Ահա թե ինչու եւ ինչպես էր պատահել, որ Ակյուղասն ու Պրիսկիղան եկել էին Հռոմից։ Ուրեմն, որպեսզի Պողոսի ծառայությունը չդադարեր, Տերը որոշել էր Ակյուղասին եւ Պրիսկիղային բերել այդտեղ։ Պաստորեն Աստված օգտագործում է աշխարհիկ կամ քաղաքական որոշումները իր ծրագիրն իրականացնելու համար։ Այնպես որ երբեք չվախենաք լուրերից եւ ամեն օր տեղի ունեցող փոփոխություններից, մեր Տերը դրանք օգտագործում է իր ծրագիրներն իրականացնելու համար։ Ինչ էլ ձեր մասին որոշեն աշխարհի կառավարիչները եւ ինչ պայմաններ էլ որ լինեն, հիշեք, որոշողը Տերն է։ Դեպքերի ելքը եւ նա կարող է եւ օգտագործում է ամեն բան իր բարի կամքի հաճության պես, ինչպես Պողոսն է գրում։ Այսպիսով Ակյուղասն ու Պրիսկիղան հանդիպեցին Պողոսին։ Գրված է Պողոսը գտավ։ Այստեղ գտավ բառի շեշտը դրված է ոչ թե գործընթացի վրա, այլ հանդիպման փաստի վրա։ Այսինքն սա ցույց է տալիս, որ Աստված էր առաջնորդողը, որ նրանք հանդիպեին։ Չեմ կարծում, որ Պողոսը չունենար մտադրություն հավատացյալներ գտնելու, բայց այստեղ ավելի հետաքրքիրը հենց այն է, որ հանդիպման հեղինակը Աստված է։ Ինքն է ուղղորդում, որ նրանք հանդիպեն։ Նա իր նախախնամությամբ այնպես արեց, որ Ակյուղասն ու Պրիսկիղան Հռոմից հեռանալով գան Կորինթոս եւ այնպես առաջնորդեց, որ Պողոսը նույնպես եկավ Կորինթոս եւ նրանք հանդիպեցին։ Տերը իր ծառաներին քաջալերում է նրանց կյանքում բերելով ճիշտ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան շարունակել ծառայությունը։ Տերը բերեց Պողոսի կյանք այս մարդկանց, որպես քաջալերանք, որ նա կարողանա շարունակել այս օտար կռապաշտությամբ լցված քաղաքում իր ծառայությունը։ Իսկ օգնականներն էլ ծառայությունը շարունակելու համար են, ոչ թե որ նրանց օգտագործեն կամ մարդկային ամբիցիաների պատճառով նրանցից հրաժարվեն։ Ծառայության շարունակությունն առաջնահերթություն է, քանի որ դրա արդյունքում են Աստծո ընտրյալները լսելու ավետարանը եւ դարձի գալու։ Եթե նայեք 10-րդ համարին, 10-րդ համարի լույսի ներքո, որ Տերը ասում է շարունակիր ծառայել, որովհետեւ ժողովուրդ ունեմ այստեղ, որոնք պետք է լսեն, ավելի խորը կհասկանաք սա, որ կյանքը ընդհանրապես պահպանվում է հանուն Աստծո ընտրյալների, որոնք լսեն ավետարանը։ Եթե բոլորը լսած լինեին, մի վայրկյան էլ Աստված չէր պահի այս երկիրը, այս ապականված եւ ապականվող երկիրը։ Եվ պետք է շարունակել ծառայել, մինչև կլսեն բոլորը, ինչպես ասում է այս քաղաքում ես շատերին ունեմ, ովքեր պետք է լսեն։ Մեղավոր անկում ապրած ու օրեցօր ապականվող կյանքի շարունակվելը մեր հաճույքի համար չէ, այլ որ բոլոր վիճակներում մենք հիշենք, որ Տերը ունի ժողովուրդ, ովքեր կարող են լինել հենց մեր աշխատավայրում, մեր կողքի սենյակում, մետրոյում, օֆիսում կամ ռեստորանում կամ որևէ տեղ, եւ մենք պետք է համբերենք ամեն ինչի, ինչպես Պողոսը կասի Տիմոթեոսի նամակում, ամեն ինչի դիմանում եմ, հանուն ինչի։ Հանուն ընտրյալների, որ նրանք էլ հասնեն Քրիստոսով եղող փրկությանը։ Այսպեսով մենք գիտենք, որ այս նվիրված զույգը շատ հավատարմորեն ծառայեց Պողոսի հետ մինչև վերջ։ Նույնիսկ եկեղեցի հիմնվեց նրանց տանը։ Կորինթացիում է գրված 16-19-ում, ասում է ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները,
Տիրոջով ձեզ շատ ողջունում են Ակյուղասն ու Պրիսկիղան, լսեք այն եկեղեցու հետ միասին, որ նրանց տանն է հավաքվում։ Պողոսին մեծ նվեր տրվեց Աստծո կողմից։ Ակյուղասի եւ Պրիսկիղայի կյանքի պատմությունը, Պողոսի կյանքի պատմությունը եւ այժմ նրանց հանդիպումը կարելի է մեկ բառով ասել Աստծո նախախնամությունը։ Տերը հանդիպեցրեց նրանց։ Պողոսը Կորինթոսում միայնակ էր, առանց տան, աշխատանքի եւ առանց գումարի, բայց արդեն ունի նոր ծանոթներ, որոնք դառնում են իր նվիրված օգնականները կամ համագործակիցները։ Դուք շատ շուտով արդեն կարող եք տեսնել այս զույգի գործունեությունը եւ կհամոզվեք, թե որքան համապատասխան էին նրանք իրենց այս դերին։ Նրանք շատ արագ ցուցադրում են իրենց հոգեվոր կարողությունները եւ իրենց գործունեությամբ ավելի են հաստատում, որ իրենք իսկապես ուղարկված են Պողոսին օգնելու համար։ Ընդհանրապես մի քանի համար նայեք, 18-րդ համարին եթե նայեք, կտեսնեք ինչ է գրված։ Գրված է իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալուց հետո, նկատի ունի Կորինթոսում, հրաժեշտ տվեց եղբայրներին եւ նավարկեց դեպի Անտիոք, տեսեք ովքեր են նրա հետ։ Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան ու Ակյուղասը։ Տեսնում եք, նրանք արդեն Պողոսի հետ մեկնում են ավետարանչության, շատ կարճ ժամանակ հետո, 1.5 տարի հետո։ 26-րդ համարին էլ եթե նայեք, նույն 18-ում կտեսնեք այսպես. Ապողոսը սկսեց ժողովարանում համարձակ խոսել, երբ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան լսեցին, նրան իրենց մոտ վերցրին եւ ճշմարտագույնս բացատրեցին Աստծո ճանապարհը։ Սա արդեն ցույց է տալիս նրանց հոգեվոր հասունությունը, թե ովքեր էին նրանք։ Նրանք այնքան հասուն էին, որ կարողանում էին շնորհքի վարդապետությունը լավ հասկանալ եւ նույնիսկ սովորեցնել մեկին, ում մասին 24-րդ համարում ասում է, որ ճարտարախոս մեկն էր, գրքերը լավ իմացող մեկն էր, Ապողոսը։ Տեսնում եք, որքան արդյունավետ է նրանց Պողոսին միանալը եւ միասին ծառայելը։ Մինչ Պողոսին միանալը նրանց մասին չի ասվում, որ նրանք ծառայում կամ քարոզում էին, բայց ասում է, որ վրանագործ էին եւ աշխատում էին։ Բայց Պողոսին հանդիպելուց հետո շատ արագ տեղափոխվում են նույնիսկ ուրիշ քաղաք եւ տրվում են ծառայության։ Հարց բոլորիս, մենք ուշադրություն դարձնում ենք մեր կյանքի անցուդարձին, թե Տերը ում է բերում մեր կյանք։ Մեր տեղաշարժերի, տեղափոխությունների պարագայում արդյոք առաջնորդվում ենք ծառայության շահերով, թե ոչ։ Հարցնում ենք, թե ինչու այս մարդն իմ կյանքում, կամ ինչպես նա կարող է օգնել Տիրոջ գործին։ Դրա համար կոչ բոլորիս, սիրելիներ, ապրենք Տիրոջ համար եւ վայելենք նրա տված առատ միջոցները ծառայությունը շարունակելու համար։ Այսպիսով Աստծո քաջալերանքը համագործակիցների միջոցով արտահայտվեց այստեղ Պողոսի կյանքում նոր մարդկանց բերելով, օգնականներ բերելով։ Այսպիսի հանդիպումներ Տերը էլի էր կազմակերպել։ Երկու գլուխ հետ որ հիշեք 16-րդ գլխում 3 համար տրամադրվում էր նրան, որ պատմեր Տիմոթեոսի ընտրության մասին։ Ինչպես նա հանդիպեց Տիմոթեոսին։ Երկրորդ, Տերը Պողոսին ապահովում է նաև բնակության վայրով։ Ոչ միայն օգնականներ է տալիս ծառայությունը շարունակելու համար, այլ նաև ապահովում է բնակության վայրով, ինչը մեծ քաջալերանք էր իր ծառայությունը շարունակելու համար։ Նայեք, համարի վերջում գրված է, որ Պողոսը գնաց նրանց տուն։ Նայեք 18-ի երկրորդ համարի վերջին մասից մինչև երրորդ համարի առաջին մասը։ Պողոսը նրանց մոտ գնաց 18:3 եւ քանի որ արհեստակից էր, նրանց մոտ մնաց։ Որտեղ վրանագործ էին։ Պաստորեն ոչ միայն համընկնում են նրանց նույն վայրում լինել, այլ համընկնում են նաև ուրիշ հարցեր։ Նրանք ոչ միայն իրենց տուն ընդունեցին Պողոսին որպես հյուր, ով կարող էր հյուրասիրվել ու գնալ որպես հրեա, այլ գնաց եւ ստացվում է, որ մնաց այնտեղ, իրենց տանը։ Ստացվում է, որ երրորդ համարում Ղուկասը ցույց է տալիս, թե ինչ պատճառով մնաց Պողոսը այնտեղ։ Մնաց, քանի որ արհեստակից էր, ասում է։ Հրեաները իրար օգնում էին առօրյայում։ Այս սովորությունը եղբայրական կապը կար նրանց միջև, առավել ևս երբ նույն հավատից էին, կամ անձը սփյուռքից էր եկել։ Իհարկե սա բացարձակ չէ, քանի որ մի քանի համար հետո նույն հրեաներն են Պողոսի դեմ կանգնում, խոսում, բայց ամեն դեպքում սփյուռքից եկածների կամ նույն հավատը կիսողներին օգնություն ցուցաբերում են։ Իմիջիայլոց հրեաների մեջ մինչև այսօր էլ դա կա, այդ եղբայրական կապը, օգնել իրար, միշտ եւ բոլոր վիճակներում։ Այստեղ նրանք եւ ազգությամբ են նույնը եւ ինչպես երևում է հավատով եւ արհեստով նույնպես։ Ինչ արհեստ ունեին երկուսն էլ։ Վրանագործներ էին եւ նույն ոլորտի մարդիկ։
Վրանները օգտագործում էին զինվորների համար, եթե լսել եք Իսթմոսի խաղերի մասին, այդ խաղերը Կորինթոսում 2 տարին մեկ կազմակերպվում էր, Պողոս առաքյալը որքան սպորտային լեզվով գործածող մտքեր ունի, կապված են Իսթմոսի հետ։ Բազմահազարանոց ժողովուրդ էր գալիս այնտեղ եւ այնտեղ ապրելու համար պետք էր վրաններում էին մնում, հյուրանոցներ չկային մի քանի հարկանին։ Եվ նրանք պատրաստում էին վրաններ։ Եվ Իսթմոսի խաղերը հիշատակվում են նաև նոր կտակարանում, որտեղ Պողոս առաքյալը օգտագործում է մրցավազքի եւ հաղթական պսակի պատկերները քրիստոնեական կյանքը նկարագրելու համար։ Եվ Իսթմոսը Հունաստանի ամենակարևոր սպորտային մրցումներից մեկն էր։ Մարդիկ գալիս էին դիտելու վազք, ըմբշամարտ, մարտեր, ձիարշավ, մասնակցում էին տոնակատարությունների եւ մնում էին այնտեղ, գիշերում էին այնտեղ մի քանի օր։ Հազարավոր մարդիկ։ Հիմա էլ ֆուտբոլ եւ այլ ինչ որ արվում է, մարդիկ են, չէ՞, բազմահազարանոց գալիս եւ մնում են տվյալ երկրում։ Վրանները անհրաժեշտ էր նաեւ նավերի ուղևորների համար, որոնք կանգ էին առնում Կորինթոսում։ Հռոմեական ճանապարհները ծածկված էին նման ծածկոցներով։ Դրանք օգտագործում էին ստվերի համար, մասնավոր տներում, լողափներում եւ թատրոններում։ Կաշին օգտագործվում էր բաճկոնների համար, վարակույրների, վրաններ պատրաստելու համար։ Այսինքն նրանք շատ գործ կունենային այնտեղ անելու։ Պահանջարկը մեծ էր։ Նրանք նույն արհեստն ունեն նաեւ։ Աշխարհը կասի պատահականություն, իսկ մենք կրկին կասենք սա Աստծո նախախնամությունն է։ Նույն վայրում, նույն արհեստով, նույն ազգությամբ, նույն աշխատանքով եւ շուտով նույն նպատակի համար։ Ակյուղասն ու Պրիսկիղան հավանաբար ունեին մեծ բիզնես, մի փոքր բիզնես կամ մեծ Կորինթոսում։ Նրանք միասին ունեցած զրույցների արդյունքում կամ ընթացքում հասկացան, որ Պողոսը կարող է մնալ իրենց տանը եւ կարող են միասին աշխատել Պողոսի հետ։ Սա հրաշալի հնարավորություն է Պողոսի համար մնալու եւ շարունակելու իր ծառայությունը։ Ստացվում է, որ ըստ 3-րդ համարի առաջին մասի Պողոսը մնաց նրանց տանը, նրա մնալու վայրն այնտեղ էր։ Տերը հոգաց նրա կեցության հարցը եւս։ Դրա համար կարող են քաջալերվել, սիրելիներ, բոլոր նրանք, ովքեր Աստծո համար են ապրում։ Նրանք կարող են չանհանգստանալ իրենց կյանքի հաջորդ փուլի համար։ Ոչ ուտելիքի, ոչ խմելիքի, ոչ կեցության, քանի որ Տերը կհոգա այդ ամենը, որ հնարավոր դարձնի ապրել եւ շարունակել ծառայությունը։ Այժմ Պողոսն ունի իր կողքը նոր ծանոթներ, ովքեր ազգակից են, դեռևս այս փուլում ամենայն հավանականությամբ հավատացյալ, տրամադրում են իրենց տունը, արհեստակից են։ Ակյուղասն ու Պրիսկիղան Պողոսի թիմի կարևոր մարդիկ են դառնում։ Եվ նա շնորհակալություն է հայտնում Աստծուն նրանց համար։ Նրանք լավ օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են աշխարհում ճակերտավոր պատահական հանդիպած մարդիկ օգնել Տիրոջ գործը առաջ տանելուն։ Մի հրաշալի մեկնաբան Wiersbe-ն, ովքեր գիտեն, գրում է այսպես սրա վերաբերյալ. յուրաքանչյուր հովիվ եւ միսիոներ շնորհակալություն է հայտնում Աստծուն Ակյուղասի եւ Պրիսկիղայի նման մարդկանց համար, ովքեր ձեռքերով, սրտերով եւ տներով նվիրված են Տիրոջ գործին։ Ես նույնպես շնորհք եմ ստացել Տիրոջից փորձառելու այս թանկագին պահը իմ կյանքում։ Մոտ 12 տարի առաջ լուրջ երկընտրանքի առաջ էի, ծառայել ամբողջ ժամանակով, թե աշխատել, եւ Տերը առաջնորդեց աշխատելու մի տեղ, մի ռեստորանում էի աշխատում, որտեղ որ հանդիպեցի մի տղայի։ Հանդիպեցինք, մեր շփումները, մեր զրույցները սկսեց ավելի խորանալ, սկսեց տեղափոխվել հոգևոր դաշտ եւ ժամանակ հետո մենք հասկացանք, որ մենք եղբայրներ ենք Քրիստոսով։ Եվ մենք շարունակեցինք ծառայել մինչև այսօր եւ նա մեծ օրհնություն է ինձ եւ բոլորիդ համար։ Դուք նրան ճանաչում եք, մեր Ժորա եղբոր մասին է խոսքը։ Վերջին տեղը, որ ես աշխատեցի իմ ամբողջ ժամանակով, այդտեղ էր եւ մեր ծանոթությունը եղել է այդտեղ։ Եվ երկուսս էլ եկել էինք աշխարհիկ պայմաններում մեր հանապազորյա հացը վաստակելու, բայց ինչպես ասում են, վրանագործությունից եկեղեցաշինության հասան Պրիսկիղան եւ Ակյուղասը, մեր պարագայում նույնպես Տերը այդպես արեց։ Եվ շատ այլ նման դեպքեր եղել են, բայց ամենացայտունը, որ նաեւ ձեր աչքի առջև է, այդպես է։ Տերը օրհնի Ժորա եղբայրս։ Մեր ծանոթության համար ես շատ ուրախ եմ եւ օրհնված մինչեւ այսօր։ Ժորա եղբայրը իմ գործընկերը չէ այլևս։ Քրիստոսով իմ եղբայրն է, գործակիցը։ Մի հեղինակ
Dinsday Young անունով մի գիրք է գրել Աստվածաշնչի անտեսված մարդիկ։ Եվ այնտեղ տեսեք ինչ է գրում Պրիսկիղայի եւ Ակյուղասի մասին։ Գրում է. կյանքի ամենագեղեցիկ պահերը մեզ մոտ են գալիս, երբ մենք զբաղված ենք ամենօրյա աշխատանքով։ Ձեր ճակատի քրտինքով վաստակեք ձեր հանապազօրյա հացը եւ աշխատանքի մեջ դուք կստանաք օրհնություն եւ կտեսնեք մխիթարական շատ դեպքեր։ Ձեր արհեստանոցը, գրասենյակը կամ պահեստը կարելի է համեմատել Տիրոջ տան հետ։ Աշխատեք ձեր դաշտում եւ աշխատեք ջանասիրաբար։ Այս աշխատանքներում դուք կարող եք գտնել նման մտածող ընկերներ, ինչպես պատահեց Ակյուղասի եւ Պրիսկիղայի հետ։ Վստահաբար Պողոսի մտքում աշխատելու բուն եւ վերջնական նպատակը աշխատանքը չէր, այլ նաեւ ավետարանելը։ Պողոսը իր Տիրոջ նման համաձայն էր, որ կարող է գլուխը դնելու տեղ չունենար, բայց նա գնում էր այդ անորոշությունների մեջ, մինչև որ Տերը կհոգար իր համար։ Ինչպես Հիսուսը, հիշում եք, խոստացավ, որ ովքեր գնում են իր մեծ հանձնարարականը կատարելու, ասաց, որ ես ձեզ հետ եմ։ Ինչպես այստեղ էլ 9-10-րդ համարներում հենց գալիս եւ ասում է ես քո հետ եմ։ Հիսուսի ներկայությունը ենթադրում է բավարար ռեսուրս ամեն հարցում։ Ինչպես կարող է Հիսուսը լինել մեզ հետ եւ ճանապարհի կարիքները չհոգացվեն։ Իր աշակերտներն էլ ասաց. այսքան տարի ինձ հետ շրջեցիք, որը բանի կարիք ունեցաք, ոչ։ Իսկ ինչպես էր Հիսուսը լինելու նրա հետ։ Միթե տեսանելի ու շոշափելի կերպով, թե ճանապարհին ամեն ինչի եւ ամեն մեկին հոգ տանելով եւ առաջնորդելով։ Տերը քաջալերեց Պողոսին, տալով ապրելու տեղ, աշխատելու հեռանկար։ Օրինակ մարդիկ, երբ պետք է երկրից երկիր տեղափոխվեն, ամիսներ կամ տարիներ առաջվանից սկսում են իրենց ապագան ապահովագրող քայլեր անել, որը նաև հասկանալի է։ Նրանք ճշտում են ով ունեն տվյալ երկրում, ով կարող է իրենց դիմավորել, ուր կարող են գնալ, որտեղ կարող են մնալ ժամանակավորապես, որքան կարող են մնալ այդ տանը, որքան գումար է անհրաժեշտ եւ վերջիվերջո որտեղ պետք է աշխատեն, որ կարողանան իրենց հացը վաստակել։ Էլ չենք խոսում այն ճոխության մասին, որ նման դեպքերում կարող է պատահել, որ մարդիկ իրենց մասնագիտությամբ աշխատեն այլ երկրում։ Տեղափոխման պարագաներում մարդիկ պատրաստ են լինում անելու ամեն ինչ, մասնավոր Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա գնալու եւ այնտեղ ապրելու համար։ Լավ, ենթադրենք գնալ։ Լավ, պատրաստ լինել ամեն աշխատանքի, բայց հանուն ինչի այս է հարցը։ Միայն կերակուրի հարմարավետության ճոխ կյանքի համար։ Այս բոլոր նպատակները խնդրում եմ ուշադիր, պետք է ստորադասվեն գլխավորի առջև։ Հանուն ծառայության շարունակության։ Դրա համար չափազանց տեղին հարց պետք է լինի սա յուրաքանչյուր հավատացյալի համար եւ յուրաքանչյուրը կարող են իրենց տալ, ով իրեն համարում է քրիստոնյա եւ Աստծո համար ապրող մարդ։ Ինչու եմ որոշում տեղափոխվել այս կամ այն երկիրը, քաղաքը կամ ապրելու վայրը, հանուն ինչի։ Վերջնական նպատակը ո՞րն է։ Այս հարցի պատասխանը շատ բան կասի մարդու իրական շարժառիթների մասին, թե նա ում կամ ինչի համար է ապրում եւ որոնք են իր իրական առաջնահերթությունները այս կյանքի։ Երբ Միացյալ Նահանգներում էի, ինձ հարցնում էին այնտեղ եւ այստեղ էլ երբ վերադարձա ինձ հարցրեցին, ասին կապրես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես առանց երկար մտածելու պատասխանեցի եւ կպատասխանեմ նույնը։ Միայն մի դեպքում, երբ վստահ լինեմ, որ ինձ Տերն է այնտեղ ուղղորդում։ Ուրիշ ոչ մի դեպքում ես կարիք չունեմ ծրագրելու իմ ապագան։ Դրա համար, երբ ձեր բնակության վայրը պետք է փոխեք, հարց տվեք ձեզ, ինչու եմ սա անում։ Դա չի նշանակում չի կարելի տեղափոխվել։ Սա պետք է պատասխան ունենա, ինչու ես անում։ Կամ որն է հիմնական կամ գլխավոր նպատակը։ Գիտեք, դիմացինի աչքերին, ինչպես ասում են, փոշի լցնել հնարավոր է, թաքցնելով իրական մտադրությունը։ Բայց Տերը գիտի քեզ ինչն է իրականում դրդում այդ քայլին։ Սոդոմի կողմի պարարտ դաշտերը, թե Աստծո զավակների միջև անվայել հարաբերությունները։ Կարծեմ հիշեցիք պատմությունը, որտեղից եմ մեջ բերում։ Պողոսի նպատակները մաքուր են եւ ընդունելու։ Ահա նա հանուն ծառայության ունի արդեն ապրելու տեղ։ Սա երկրորդ միջոցն է, որով քաջալերում է Տերը նրա ծառայությունը շարունակելու համար։ Տեսեք, երրորդը այս համարում, ինչպես է Տերը քաջալերում շարունակելու ծառայությունը։
Շարունակելու երրորդ միջոցը աշխատանք տալն է։ Ոչ միայն բերեց օգնականների, ոչ միայն ապահովեց կեցությամբ, նաև տալիս է աշխատանք։ Երրորդ համար, քանի որ արհեստակից էր, նրանց մոտ մնաց ու աշխատում էր, որովհետև արհեստով վրանագործ էին։ Այսպիսով Պողոսն ունի բոլոր նախապայմանները Կորինթոսից շուտ չհեռանալու, քանի որ Տերը արդեն տվել է համագործակիցներ, տվել է ապրելու վայր եւ տվել է աշխատանք, այն էլ իր մասնագիտությամբ, որը ավելի է հեշտացնում աշխատանքը եւ դրան տրամադրած մտային ռեսուրսները, քանի որ իր ամբողջ ուշադրությամբ նոր արհեստ չի սովորելու։ Աշխատանքը անեծք չէ, սիրելիներ, եւ այն եղել է մինչեւ անկումը։ Եվ բոլորովին սխալ չէ, որ Աստծո ծառան աշխատի, երբ դրա կարիքը կա։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ աշխատանքը Աստծո կողմից է տրված, Ծննդոց 2:15-ում, նաև ասում է, որ աշխատանքը ծառայություն է։ Կողոսացիս 3:23, ինչ էլ որ անեք սրտանց արեք, ինչպես կանեիք Տիրոջ եւ ոչ թե մարդկանց համար։ Նաև Սուրբ Գիրքն ասում է, որ աշխատանքի նպատակը միայն սեփական կարիքը լրացնելը չէ։ Եփեսացիս 4:28, նա ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին թող աշխատի իր ձեռքերով բարին գործելով, որպեսզի կարիքավորներին տալու բան ունենա։ Մի խոսքով աշխատանքը Աստծո կողմից տրված օրհնություն է, որը կար մինչև անկումը եւ պետք է աշխատանքին նայել որպես բազմատեսակ օրհնություն։ Պողոսն ինքը ապահովում էր իր սնունդը, իր աշխատանքով։ Գործք 20-ում է նա գրում հենց դրա մասին 34-րդ համարում, ասում է դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին, նաև նրանց կարիքները, ովքեր ինձ հետ էին, ուրիշի համար էլ էր աշխատում, իր աշխատած ուրիշի կարիքներն էլ լրացրել։ Չնայած Առաքյալը լավ դաստիարակված եւ կրթված մարդ էր, նա իրենից ցածր չէր համարում արհեստավորի աշխատանքով զբաղվելը։ Լայթֆուդը նշում է, որ մեկնաբան է. հрьяաները սովորություն ունեին իրենց երեխաներին այս կամ այն արհեստով մարզելու, եւ որ նրանք դա անում էին, նույնիսկ եթե նրանց կրթում էին կամ ժառանգություն էին թողում, այսինքն ամեն դեպքում սովորեցնում էին երեխաներին։ Եվ նրանց ռաբիներից մեկը գրում է. նա, ով իր որդուն չի սովորեցնում աշխատել, սովորեցնում է նրան գողանալ։ Ոչ ոք չի համարձակվում արհամարել ազնիվ աշխատանքը, որով մարդը վաստակում է իր օրվա հացը։ Պողոսը երիտասարդության տարիներին սովորեց վրաններ կարել, չնայած նա փարիսեցի էր եւ հիշում եք ում ոտքերի տակ էր սովորել կամ արչեւ կամ աղելի, բայց երբեք չկորցրեց հմտությունը աշխատելու։ Չնայած Պողոսն իրավունք ուներ ֆինանսական աջակցություն ստանալու իր հիմնադրած եկեղեցիներից եւ այն մարդկանցից, որոնց քարոզում էր, այնուամենայնիվ նա արհեստով էր զբաղվում իրեն ապրուստի միջոցներ հայթայթելու համար։ Մեթյու Հենրին տեսեք ինչ է գրում, հետաքրքիր միտք այս մասին։ Ասում է. այս հանգամանքը առաքյալին, որը աջակցություն չէր պահանջում, ավելի լավ լույսի տակ է ներկայացնում նրա համեստ լինելը եւ ամոթանք է բերում նրանց, ովքեր գիտեն նրա կարիքների մասին, բայց չէին ցանկանում նրան օգնել։ Մտածեք, թե որքան աշխատասեր եւ ջանասեր էր Պողոսը։ Առաքյալից պահանջում էր զբաղվել բարձր մտավոր աշխատանքով, բայց նա չէր համարում իր արժանապատվությունից ցածր ֆիզիկական աշխատանք կատարելը, երբ անհրաժեշտ էր։ Եվ մի հետաքրքիր մեջբերում էլ է անում Մեթյու Հենրին, ասում է նույնիսկ օրենքի անեծքից փրկվածները չեն ազատվում հայտարարված դատաստանից, քո ճակատի քրտինքով հաց կուտես։ Պողոսին աշխատանքը պետք է պարզապես ծառայության համար, ոչ թե հարստանալու։ Հետագայում Պողոսը գրի, որ ովքեր շտապում են, ուզում են հարստանալ, իրենք զանազան փորձանքների մեջ են ընկնում։ Աշխատանք տալով Տերը կարծես ասեր Պողոս կանգ մի առ, շարունակիր, ես տալիս եմ քեզ ճանապարհին անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի դու շարունակես ծառայությունդ, որ արդյունքում իմ ժողովուրդը լսի ավետարանը եւ փրկվի։ Ուրիշ խոսքով ամեն ինչ ծառայում է այս վեհ նպատակին, ընտրյալների փրկությանը, բայց այս փուլում աշխատանքը դեռևս նպաստում է ծառայության շարունակությանը։ Հիշեք, սիրելիներ, Աստծո զավակները աշխատում են, որ ծառայեն, ոչ թե ծառայում են աշխատանքին։ Միայն այսպես մտածելն է դարձնում աշխարհում եղող ամեն նյութական բան միջոց, ոչ թե դրանց տիրանալու նպատակ։ Սա Աստծուն ծառայողի առաջնահերթությունն է։ Եվ պետք է լինի մինչև Հիսուսի գալուստը աշխատել ծառայությունը շարունակելու համար, որն ինքնանպատակ չէ, այլ իր հերթին ծառայում է հոգիների փրկությանը։
Մտածեք, թե որքան ուշադիր պետք է Պողոսը պաշտպաներ իր ծառայությունը, որպեսզի առիթ չտար նույնիսկ ամենաանարդար եւ անհիմն մեղադրանքների, որ իր մասին մտածեին իբր նա ձրիակեր է։ Առաքյալը ստիպված էր իր հանապազորյա հացը վաստակել, որպեսզի Քրիստոսի ավետարանին արգելք չլիներ, որպեսզի բեռ չլիներ ժողովրդին։ Այս մասին նա գրում է, տեսեք, 2 Կորինթացիս 11:7-14, միթե մեղ գործեցի, որ ինքս ինձ խոնարեցրի, որպեսզի դուք բարձրանաք, որ Աստծո ավետարանը ձեզ ձրի քարոզեցի, ուրիշ եկեղեցիների կողոպտեցի եւ ապրուստ վերցրի ձեզ ծառայելու համար։ Եվ երբ ձեզ մոտ էի, Կորինթացիներին ասում, խոսում է իր այդ ժամանակի մասին, նույնիսկ կարիքի մեջ լինելով ձեզանից որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին, 5-րդ համարին որ նայեք, տեսնեք, Տիմոթեոսն երբ գալիս են, ինքը անմիջապես ամբողջ ժամանակով է նվիրվում ծառայության։ Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին իմ կարիքը։ Իմ մեջ եղած Քրիստոսի ճշմարտությամբ ասում եմ, որ իմ այս պարծանքն Աքայի կողմերում ինձանից չեն խլի։ Ինչու՞, որովհետև ձեզ չեմ սիրում, Աստված գիտի դա, այնինչ ասում եմ, անելու եմ, որպեսզի պատճառ որոնողներին ուշադրություն, պատճառ չտան պարծենալու, թե իրենք էլ մեզ նման են, որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանքն են ստանում, եւ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքով է գալիս։ Պողոսը նաև գրում է Թեսաղոնիկեցիներին իր աշխատելու ապրուստի վերաբերյալ իրենց ջանքի մասին։ 2 Թեսաղոնիկեցիս 3:7-10, որովհետև դուք գիտեք, թե ինչպես պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեր մեջ անկարգությամբ չվարվեցինք, ոչ էլ որևէ մեկի մոտ ձրի հաց կերանք, այլ ջանքով ու վաստակով, գիշեր ու ցերեկ աշխատելով, որպեսզի ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինենք։ Ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնենք ձեզ, մեզ նմանվելու համար։ Իրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ Տեսնում եք, ինչ իմաստուն, աշխատասեր ու խոնար մարդ էր մեր սիրելի եղբայրը, Պողոսը, ով համբերում էր ամեն ինչի, որ վնաս կամ բեռ չլիներ ոչ մեկի համար, որ կարողանար շարունակել ծառայությունը։ Հիշեք, սիրելիներ, աշխատանքը միջոց է Աստծուն ծառայելու եւ ունեցած ծառայությունը շարունակելու համար։ Ի տարբերություն կորինթացիների, ովքեր չէին գնահատում Պողոսին, ես եւ իմ եւ եղբայրների կողմից ուզում ասեմ Տերը օրհնի բոլորիդ։ Դուք ձեր լավագույնը արել եւ անում եք մինչեւ հիմա եւ մեծ լուծ ու բեռ եք վերցնում ձեր եղբայրների ուսերից, որ կարողանանք ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքին եւ ավելի շատ ժամանակ տրամադրել մեր ծառայությանը։ Տեր ավելիով թող լցնի ձեզ, ձեր բոլոր կարիքները իր շնորհի ճոխությամբ։ Բայց Պողոսը եթե շատ աշխատի օրնի բուն, գուցե չկարողանա ծառայել, ոչ, նա կարողանում է այդ բալանսը պահել, այդ հավասարակշռությունը պահել։ Դա չի նշանակի, որ ամբողջությամբ նա կմտնի աշխատանքի մեջ եւ կմոռանա իր ծառայության մասին։ Եվ մենք էլ պետք է այդպես անենք եւ Պողոսից կարող ենք օրինակ վերցնել, ինչպես նա է անում։ Մենք այդ հարցում էլ կարող ենք նրան տեսնել որպես օրինակ, ով 4-րդ համարում համատեղում է աշխատանքն ու ծառայությունը։ Նայեք 4-րդ համարին, որտեղ տեսնում ենք Աստծո տված հնարավորությունը ոչ միայն մնալու եւ աշխատելու, այլ նաեւ քարոզելու։ Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին եւ հույներին։ Սա հնարավորություն է եւ աշխատելու եւ ծառայելու։ Նկատեք, որ մեր սիրելի Պողոսը համատեղում է եւ վարվում է այսպես, ըստ կարիքի։ Հաջորդ համարները մենք կուսումնասիրենք ապագայում, բայց տարբերությունը, որպեսզի դուք հիմա կարողանաք տեսնել, նայեք 5-րդ համարին, կտեսնեք, որ երբ Տիմոթեոսն ու Շիղան գալիս են եւ բերում օգնություն եւ իրենց ներկայությամբ եւ ֆինանսական աջակցություն, որի մասին Պողոսը գրում է Կորինթացիսում, նա ամբողջ ժամանակով է նվիրվում քարոզչությանը։ Բայց մինչ այդ հնարավորությունը Պողոսը համատեղում է եւ փառք Աստծո այս
հնարավորության համար, որ տվեց Պողոսին։ Նա գալով անծանոթ քաղաք արդեն ունի լավ եւ նվիրված համագործակիցներ, ունի մնալու տեղ, նա ունի աշխատանք, ունի հնարավորություն աշխատելու եւ քարոզելու։ Չէ՞ որ մենք գիտենք, որ Պողոսի միակ նպատակը Աստծո ժողովրդին հասնելն է ավետարանով, որի համար էլ նա գրում է, որ չարագործի նման չարչարվում եմ եւ դիմանում ամեն ինչի հանուն ընտրյալի։ Նա քարոզում էր ժողովարանում եւ փաստորեն աշխատանքը չի խլում նրա հոգեվոր կյանքը, այլ ծառայում է դրան։ Քարոզել բառը այստեղ մեզ ծանոթ դիալեգոմային է արդեն։ Դուք գիտեք, որ դա նշանակում է զրույց, երկխոսություն։ Պողոսը իրականացնում էր նաև այն ճշմարտությունը, որ ամեն ինչի ժամանակ կա։ Նա խիտ օրակարգում հասցնում է եւ աշխատելը եւ ծառայելը, որը յուրաքանչյուր հավատացյալի համար պետք է առիթ լինի ինքնակնության։ Արդյոք մենք կարողանում ենք համատեղել եւ աշխատանքը եւ ծառայությունը։ Թե աշխատանքային կյանքի մեջ հերիք չէ թաղված ենք եւ թաղված ենք այնքան խորը, որ չենք կարողանում գլուխներս բարձրացնել եւ ծառայության մասին նույնիսկ մտածել։ Հիշեք, ամեն անգամ երբ կասեք ժամանակ չունեմ, մտածեք, արդյոք այդ ժամանակը ծառայում է Տիրոջը։ Նրա ծառայությունը շարունակելուն, թե արդեն դարձել է ինքնանպատակ եւ ողջ կյանքդ կառուցել ես միայն աշխատանքի շուրջ։ Հիշեք, սիրելիներ, աշխատելու վերջնական նպատակը աշխատելը չէ պարզապես, այլ միջոց վաստակելը, որպեսզի հնարավոր լինի շարունակել ծառայել Տիրոջը, ավետարանը փոխանցել, հասցնել ազգերին։ Հարցրեք ձեզ, արդյոք ես համատեղում եմ աշխատանքն ու ծառայությունը։ Արդյոք իմ աշխատանքը ծառայում է Տիրոջը։ Արդյոք աշխատելու հետ զուգահեռ կարողանում եմ սովորել Աստծո խոսքը, մասնակցել պաշտամունքներին, ավետարանել մարդկանց, հանդիպել փոքր խմբերում, իմ եղբայրներին, քույրերին, թե աշխատանքը դարձել է իմ միակ զբաղվածությունն ու նպատակը։ Որքան հաճախ ենք լսում ժամանակ չունեմ արտահայտությունը։ Սա շատ լուրջ է, սիրելիներ, մտածենք բոլորս այս հարցերի մասին։ Եթե դուք չեք կարողանում հավասարակշռել աշխատանքն ու ծառայությունը, ուրեմն պետք է վերանայել ծուլության կամ ժամանակի սխալ տնտեսման հարցերը։ Պողոսը երկխոսության մեջ էր, եւ ոչ միայն երկխոսության, այլ գրված է նաեւ, որ նա համոզում էր։ Մյուս բառը փեյթոն է, նշանակում է ընդհանրապես համոզել մեկ ուրիշին ընդունել որևէ համոզմունք, ինչը նշանակում է համոզել, պարզապես ոչ անիմաստ կերպով, երկխոսության միջոցով, հարց ու պատասխանի միջոցով։ Պողոսը փորձում էր ապացուցել, որ Հիսուսն է Քրիստոսը։ Սա անիմաստ համոզել չէ, ոչ էլ ուղղակի նույնն ասել, այլ ջանք է փաստերով բերել համոզման, վերացնել տրամաբանական խնդիրները եւ ապացուցել մի բան։ Մարդիկ կան ասում են, երբ ես հարցեր ունեմ, եթե պատասխանվի կհավատամ Հիսուսին։ Ճիշտ է, մենք գիտենք, որ հավատը պարգև է, բայց հավատի պարգև լինելը չի բացառում ինտելեկտուալ մասը, հավատի բանական մասը։ Մենք դրա մասին 17-րդ գլխում արդեն տեսանք, ինչպես էր նա նրանց բանականությանը մարտահրավերն հետո, որպեսզի բերեր համոզման Հիսուսի վերաբերյալ։ Նա գրքերն էր մեկնաբանում, շարժում էր նրանց մտքերը։ Այնպես որ հավատը չի բացառում գիտելիքը, քանի որ ինչպես հավատան, եթե չլսեն, հավատը լսելուց է, լսելն էլ Հիսուսի մասին քարոզված խոսքից։ Ինչ է մեզ սովորեցնում այս համարը։ Այն, որ պետք է համատեղել աշխատանքն ու ծառայությունը։ Նաև այն, որ աշխատանքը ծառայության համար է եւ ոչ թե ինքնանպատակ։ Դրա համար օգտակար կլինի, սիրելիներ, հարց տալ. մենք ինչպես ենք վերաբերվում մեր ունեցած աշխատանքին։ Արդյոք այն կատարելիս գիտակցում ենք, որ դա հնարավորություն է Տիրոջից շարունակելու մեր ծառայողական կյանքը Հիսուսին։ Այս համարից նաև սովորում ենք, որ պետք է ծառայելիս զրուցել մարդկանց հետ հիմնավոր եւ խորը շերտեր մտնելով հավատի մեջ, պետք է պատրաստված լինել։ Ահա այս ձևով Տերը քաջալերեց Պողոսին Կորինթոսում։ Տերը տվեց նվիրված համագործակիցներ ծառայությունը շարունակելու համար, տվեց բնակության վայր ծառայությունը շարունակելու համար, տվեց աշխատանք ծառայությունը շարունակելու համար եւ տվեց քարոզելու հնարավորություն, որպեսզի նա կարողանա շարունակել իր ծառայությունը։ Սրանով Տերը քաջալերեց Պողոսին մնալ Կորինթոսում եւ շարունակել ծառայությունը։ Իսկ քաջալերության մյուս միջոցները ուսումնասիրենք շուտով, եթե Տերը կամենա։ Մի քանի դասեր վերցնենք այստեղից։ Առաջին
Շարունակեք ծառայել Հիսուսին նկատելով ձեր կյանք ուղարկված համագործակիցներին, ովքեր ձեզ հետ կմիանան Աստծո գործն առաջ տանելու համար։ Աղոթեք, որ Տերը եւ բերի մարդիկ, եւ տա աչքեր նրանց տեսնելու համար։ Երկրորդ, շարունակեք ծառայել Հիսուսին, հիշելով, որ ձեր գտնված վայրը, ձեր բնակության վայրը, ծառայության վայր է։ Եվ դուք կարող եք ծառայել Տիրոջը ձեր գտնված վայրում, ուր նա արդեն առաջնորդել է կամ դեռ կառաջնորդի ձեզ։ Այնտեղ կան մարդիկ, ովքեր գուցե քեզնից պետք է լսեն ավետարանը, գուցե պետք է դառնան քեզ օգնական կամ քույր ու եղբայր։ Հիշեք, մեր կյանքում ոչինչ եւ ոչ մեկը պատահական չեն, այլ մեր իմաստուն ու գերիշխան Հոր թույլտվությամբ են նրանք հանդիպում մեզ։ Շարունակեք ծառայել Տիրոջը ձեր աշխատանքով եւ աշխատանքում եւս։ Այն ձեզ տրված է որպես օրհնություն, որը տարբեր եւ աստվածահաճո նպատակներ է իրականացնում։ Եվ կարևորը աշխատանքը միջոց է, որ դու կարողանաս շարունակել ծառայել Տիրոջը։ Տեսեք Հիսուսի խոսքերը սրա վերաբերյալ Հովհաննես 6:26-27-ում։ Հիսուսը նրանց պատասխանեց. ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերակ ու կշտացաք, եւ շարունակում է միտքը. աշխատեք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Հիսուս այս ամբողին հանդիմանում է այստեղ մեսիական թագավորության մասին նրանց զուտ նյութապաշտական պատկերացումների համար։ Դուք կերել կշտացեք, հրաշք եք տեսել, դրա համար եք եկել։ Այնպես որ հիշեք, որ աշխատանքը միջոց է Տիրոջը ծառայելու համար եւս։ Եվ վերջին, նախավերջին, շարունակեք ծառայել Հիսուսին, համատեղելով աշխատանքը ավետարանչության եւ ինքնակրթության հետ։ Ուշադիր եղեք, որ չխախտեք այս հավասարակշռությունը։ Ծառայեք ոչ թե աշխատանքին, այլ աշխատեք ծառայությունը շարունակելու համար։ Աշխատեք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Այսինքն քո աշխատանքը թող վերջին հաշվով բերի հավիտենական պտուղներ, մնայուն պտուղներ, գանձեր դիզես երկնքում։ Շարունակեք ծառայել Հիսուսին, օգտագործելով ավետարանը քարոզելու բոլոր հնարավորությունները։ Վերջիվերջո ամեն բան ծառայում է հենց ավետարանը քարոզելու նպատակին, քանի որ ավետարանն է Աստծո զորությունը ամեն հավատացողի փրկության համար։ Եվ վերջում հիշեք, Տերը քաջալերում է շարունակել ծառայությունը, որպես իր ժողովուրդը ունենա հնարավորություն ավետարանը լսելով փրկության հասնելու։ Եկեք աղոթենք։ Մեր իմաստուն եւ հոգատար Հայր, փառք քեզ։ Շնորհակալ ենք քո ծառաների համար, որոնց կյանքին նայելիս տեսնում ենք քո իմաստությունը, քո հոգատարությունը, քո առաջնորդությունը, որ ամեն կյանքի ամեն փուլին դու առաջնորդել ես, տարել նրանց ամեն դժվարությունների միջով, որպեսզի այդ ճշմարիտ ավետարանդ այսօր մեզ էլ հասներ։ Փառք քեզ, որ ունենք այսպիսի օրինակներ, որոնք որ ցույց են տվել ինչպես է պետք եւ աշխատել եւ քեզ ծառայել։ Ապրել քեզ համար, ապրել քո նպատակների համար, ապրել հավիտենական արժեք ունեցող նպատակների համար։ Շնորհակալ ենք, որ դու մեզ անգործ չես թողել եւ դրել ես քո դաշտի մեջ, որ մենք կարողանանք ծառայել քեզ։ Եվ շնորհակալ ենք, որ ամեն օր էլ քաջալերում ես մեզ, որ չհոգնենք, չթուլանանք, այլ շարունակենք ծառայել եւ ապահովում ես բոլոր միջոցները։ Փառք քեզ մեր եղբայրների ու քույրերի համար, այն օգնական քույրերի ու եղբայրների համար, ովքեր ամեն ոլորտում, ամեն կերպով աշխատում ու ծառայում են քո ավետարանի համար։ Շնորհակալություն, որ դեռևս ապրում ենք, ունենք տեղ, ունենք տուն, ունենք տանիք, ունենք կերակուր եւ ինչ որ ունենք, փառք քեզ դրա համար, ինչպես խոսքդ է ասում, թող բավարարվենք դրանով, հագուստ ու կերակուր ունենալով։ Փառք քեզ իմ քույր եղբայրների համար, որոնց տվել ես աշխատանք, կարողություն, որ նպաստեն ավետարանի տարածմանը։
Շարունակիր օրհնել յուրաքանչյուրին, ովքեր քեզնից ստացած կարողությունները դնում են հենց քո ավետարանի տարածման համար, հավիտենական արժեքներ ստեղծելու համար, երկնքում գանձեր դիզելու համար։ Շարունակիր լրացնել բոլորի կարիքները քո շնորհի ճոխության չափով։ Շարունակիր քաջալերել քո բոլոր ծառաներին, որպեսզի չթուլանան, որպեսզի շարունակեն իրենց ծառայությունը, որ քո ավետարանը առաջ գնա, հասնի քո բոլոր ընտրյալներին, եւ դու փառավորվես քո եւ ծառայությամբ եւ քո փրկությամբ, որտեղ ամեն ինչ քեզանից, քեզանով եւ քեզ համար է։ Մեզ շատ առիթներ տուր կյանքը ճիշտ կազմակերպելու եւ ավետարանչական եւ աշխատանքային, որ իմ քույրերն ու եղբայրները եւ ես եւ բոլորս եւ քո եկեղեցին աշխարհի 4 անկյուններում չմոլորվի այս հավասարակշռության մեջ, կարողանա ըստ կարիքի վարվել, կարողանա ճիշտ առաջնահերթություններ ունենալ իր կյանքի համար եւ քո տված բոլոր տեսակի աշխատանքներով փառավորել քեզ։ Մեզ պահիր ու պահպանիր այս շաբաթել, մեզ տուր առիթներ խոսելու եւ մեր տներում, եւ մեր աշխատավայրում, եւ դրսում ուր որ կգնանք եւ ինչ որ կանենք, թող մեր մտքում միշտ լինի հետեւյալը. դու ունես ժողովուրդ, որոնք պետք է լսեն քո խոսքը։ Մեզ օգտագործիր այդ նպատակի համար եւ դու փառավորվիր։ Հիսուսի անունով ամեն։